Տարբեր պատճառաբանություններ ներկայացրեցիք նախագահական ընտրությունների հետ կապված, թե ինչու Սահմանադրական դատարանը երբևէ դրանք, այսպես ասած, հակասահմանադրական չի ճանաչում։ Հնարավոր է Սերժ Սարգսյանի հետ ձեր խնամիական կապերն են կաշկանդում ձեզ որոշում ներկայացնել։ Որևէ բան չի կարող կաշկանդել եւ Սահմանադրական դատարանը միայն Հարությունյանը չէ։ Սահմանադրական դատարան որոշումները կայացվում են կոլեկտիվ։ Եթե դուք ծանոթանաք մեր որոշումներին, ես վերջերս մի վիճակագրական այսպես ուսումնասիրություն արեցի, մոտավորապես 25-30%-ի սահմաններում է, որ միաձայնությամբ է որոշում ընդունվում։ Մյուս բոլոր դեպքերում լինում են եւ հատուկ կարծիքներ, եւ դեմեր եւ այլն, եւ լուրջ քննարկումների արդյունքում է ընդունվում։ Հայաստանում կա պարզունակ մտածողության մի հիվանդություն։ Ամեն ինչը տեսնել կամ սևի սպիտակի կամ կախարդական փայտիկի դաշտում, նման բան գոյություն չունի։ Լուրջ հարցերին պետք է լուրջ մոտենալ։ Սակայն նույնիսկ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Սահմանադրական դատարանը որևէ համարժեք որոշում չկայացրեց եւ ակնհայտ էր, որ կաշկանդված էր իշխանության։ Բոլորովին դարձյալ սխալ եք։ Դուք պետք է ուսումնասիրեք Սահմանադրական դատարանի լիազորությունները եւ իմանաք հետեւյալը։ Դատարանը որոշում կայացնում է միայն տվյալ գործի շրջանակներում, իրավունք չունի գործից դուրս կա, ոչ այլ իրավական ակտի անդրադառնալ, ոչ այլ հանգամանքի անդրադառնալ, դիմումի շրջանակներից դուրս գալու իրավասություն չունի։ Հակառակը, եթե դուրս եկավ, դա նշանակում է ինքն է օրենքը խախտում։ Սահմանադրական դատարանը կարող է գործել միայն իր լիազորությունների շրջանակում։ Լավ, այդ լիազորությունների շրջանակում էր նաև հակասահմանադրական ճանաչել ընտրությունները, սակայն նույնիսկ մարտի 1-ի դեպքերից հետո այն պարագայում եւ Եվրախորհուրդը բազմաթիվ բանաձևեր ընդունեց, բազմաթիվ որոշումներ եղան, Հայաստանի Սահմանադրական դատարանը շատ իներտ դիրք որդեգրեց եւ այսպես ասած իշխանահաճո իր կերպարից դուրս չեկավ այդպես էլ, այսինքն երբ է Սահմանադրական դատարանը ծառայելու իրական հասարակությանը եւ Դուք այդ կրկնում եք ինչ որտեղ մեխանիկորեն այսպես անգիր արած, Սահմանադրական դատարանի որոշումը եղել է հիմնավոր որոշում։ Եղել է այն նյութի շրջանակներում, որը ներկայացվել է Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը չի կարող ենթադրությունների հիման վրա, սուբյեկտիվ կարծիքների հիման վրա, ասեկոսների հիման վրա որոշում կայացնել։ Իսկ այդ որոշման մեջ ոչ միայն ասվել է այն, ինչը օբյեկտիվորեն գոյություն է ունեցել, այլ նաև բացահայտվել են այն հնարավոր խնդիրները, որոնք բերում են նման։ Դուք այդ որոշման մեջ կարդացել եք այն իրավական դիրքորոշումը, որ եթե այս մեխանիզմը 100 անգամ էլ դուք փորձեք կրկնել, առանց այս խնդիրները լուծելու, արդյունքները նույնն են լինելու։ Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալելի լինեն եւ իշխանությունների եւ հանրության համար, որպեսզի բան փոխվի։ Եթե մենք փորձենք այդպես ընկալել, այդպես ներկայացնել, փորձենք յուրաքանչյուր կառույց սևացնել, հասկանալով, չհասկանալով, խորանալով, չխորանալով, մենք որևէ բանի չենք հասնել։ Սահմանադրական դատարանը կայացրել է համարժեք որոշում։ Այդ որոշմամբ հնարավոր է ինչ-որ մարդիկ բավարարված չլինեն, այդ որոշմամբ կարող են նաև լինել սուբյեկտիվ նկատառումներ, ես կարծիքի իրավունքը հարգում եմ, բայց կարծիքի իրավունքը մինչև կարծիքի իրավունք եւ ոչ թե այնպիսի գնահատականներ, որոնք մարդիկ անգրագիտությունից կամ անտեղյակությունից ելնելով անում են, եւ պարզապես նպատակը մեկն է՝ ամեն ինչ սևացնել կամ փորձել տեսնել այն, ինչ իրենք հասկանում են եւ փորձում են տեսնել։ Պարոն Հարությունյան, մյուս կողմից միգուցե նաեւ որոշակի ձեր եւ մյուս անդամների գործունեության արդյունքում այսօր գնահատականներ կան, որ Սահմանադրական դատարանը վերածվել է լուսանցքային կառույցի, այսինքն վստահություն բացարձակ չկա Սահմանադրական Հայաստանի Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Եվ դա նաեւ ձեր մեղք։ Դա առանցին անհատ, դուք արդեն դատավճիռ եք կայացնում, սանկցիաներ եք կիրառում, դա ուրեմն դա դարձյալ իրավագիտակցության պակասի արդյունք է կամ պրոֆեսիոնալիզմի պակասի արդյունք է նման հարցադրումները եւ երևույթին նման տեսանկյունից նայել։ Այսինքն ձեր կարծիքով նման տեսակետ չկա։ Այդ տեսակետները ձևավորվում են այդպիսի մեկնաբանությունների կամ նման կարծիքների արդյունքում, բայց եթե դուք ուզում եք իրականությունը, իրական գնահատականները լսեք նաեւ մյուս կողմերին, լսեք այստեղ հավաքվածներին։ 32 երկրներից հավաքվածներին, որոնք ամեն օր շփվում են մեր դատարանի եւ մեր որոշումների հետ։
Լսեք մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատականը հենց մեր գործնեությանը։ Դուք 56 որոշում ասեցի, որ օրենքները Խոսքը Հայաստանի հասարակության մասին է։ Հայաստանի համար պետք է ձեր միջոցով իրազեկված լինեն։ 57 որոշումով օրենքը ճանաչել են հակասահմանադրական։ Քանիսն եք մեկնաբանել, քանիսին եք ծանոթ, քանիսի էության մեջ եք խորացել, քանիսի հետևում տեսել եք կոնկրետ մարդուն ու նրա իրավունքները։ Ոչ մեկի, որովհետև դրանք ձեզ չեն հետաքրքրում։ Մարդն էլ Եթե ձեր դատարանի նկատմամբ